Սիրելի ծնողներ, եթե կյանքում գոնե մեկ անգամ ինչ-որ բան եք պատվիրել, որ առաքիչը անձամբ ա բերել, խնդրում եմ լսեք, երկար չեմ խոսելու, ընդամենը մի րոպե ա, բայց շատ կարևոր ա։ Այս վերջերս մի հատ գործի դատ ա ավարտվել, որ տեղի ա ունեցել 2022 թվականի նոյեմբերին, որի ժամանակ FedEx-ի առաքիչներից մեկը 31 տարեկան մի հատ բոքս ա առաքում սովորական մի հատ տուն։ Հետո պարզվում ա, որ այդ տուփի մեջ բարբի տիկնիկներ էին, որ այս ընտանիքի ծնողները պատվիրել էին երեխեքից մեկի համար, որ պիտի նոր տարուն ծմեր պապիկից նվեր ստանար։ Հենց այդ երեխենում համար, որ նախատեսված էին նվերները, այդ պահին բակում ա լինում։ Այս մարդը չգիտես ինչի որոշում ա, որ այդ երեխուն պիտի վերցնի, դնի մեքենան ու քշի։ 7 տարեկան Աթենային հետո արդեն մահացած են գտնում։ Ինչի համար ոչ մեկ չգիտի։ Առաքիչի խոսքերով ինքը տուփը առաքել ա ու երբ որ ուզում էր արդեն գնար, պատահաբար մեքենայով խփել է աղջկան, հետո վախեցել ա, չի իմացել ինչ կլինի, ոնց կլինի, նստացրել ա մեքենան ու սկսել քշել, որովհետև չգիտենք ուզում էր հիվանդանոց տաներ, թե վախեցել ա, որ ծնողները կտեսնեն, իրան դատի կտան կամ ինչ-որ բան, հետո հասկանում ա, որ այդ մեքենան քշելու ընթացքում մտածում ա, որ եթե ինչ-որ մեկը տեսնի, որ այս երեխուն առևանգել ա, գործից կզրկվի, կդատեն, ինքն էլ երեխա ուներ, իր երեխուն էլ երբեք չի տեսնի ու տենց որոշում ա, որ պիտի աղջկան սպանի։ Բայց սուտ ա։ Ինչ իմացա, որովհետև FedEx-ի մեքենաների մեջ ընդհանրապես տեսախցիկներ են լինում։ Ինքը տեսախցիկը փակել ա մի քանի օր առաջ, այսինքն գիտեր, որ ինչ-որ բան ա անելու, որ պետք չի, որ տեսնեն։ Պլանավորված ա եղել։ Ասում են, որ հոգեկան շեղումներ ա ունեցել, ոչ մի բան էլ չի ունեցել, մարդիկ ուղղակի չար են։ Հիմա այստեղ շատ բան չեմ ասում, որովհետև չգիտենք ով ա նայում, բայց եկեք YouTube, հետո կպատմեմ։